Բարև ժողովուրդ ջան, ուրեմն այսօր հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ասում է, որ պարգևավճարները չեն կարող լինել կոռուպցիայի մաս։ Դե հիմա ես կցանկանամ իմ տեսակետը հայտնեմ այդ թեմայի շուրջ։ Ուրեմն երկրում 800,000 աղքատ մարդ կա, 800,000, պետական տվյալներով 25%-ը ասում են աղքատ է, չգիտեմ ծայրահեղ աղքատ է, թե աղքատ է, ուղղակի աղքատ եմ ես ասում, դա անում է 800,000 մեր ժողովրդի մասով, 800,000 աղքատ մարդ։ Ուրեմն ամենակարևորը ասեմ, կոռուպցիայի բանալին պատգամավորների ձեռին է։ Պատգամավորների ձեռին է կոռուպցիայի բանալին։ Ուզեն բացեն, ուզեն փակեն։ Իրանց ձեռին է։ Իրանցից է կախված երկրում կոռուպցիա կլինի, թե չէ։ Նույնիսկ նախարարը չի կարա կոռուպցիա անի, եթե պատգամավորները այդ բանը չստեղծեն։ Դա լրիվ պատգամավորների ձեռին է։ Իրանցից է կախված, բանալին իրանց մոտն է։ Հիմա ինչ եմ ուզում ասեմ, ժողովուրդ ջան, պարգևավճար, ես եթե լինեմ պատգամավոր, ես օրակարգ կբերեմ սենց հարց, պարգևավճար, եթե երկրում կա մեկ աղքատ, պարգևավճար ես ոչ մի կառավարության, ոչ մի պատգամավորների, դա պետք է չլինի, դա բացառվում է։ Ոչ մեկի պարգևավճար, դա արդեն հենց կոռուպցիա է։ Բացատրեմ ինչու։ Պարգևավճար ես կտամ այն մարդկանց, ում աշխատավարձը ցածր է միջին աշխատավարձից, երկրում միջին աշխատավարձը ինչքան է, երկրի ղեկավարները ասում են 400,000 դրամ է, պարգևավճար, տարվա մեջ մի անգամ 13-րդ աշխատավարձի չափսով, միայն կվճարեմ, ում աշխատավարձը ցածր է, կրկնում եմ, ցածր է միջին աշխատավարձից։ Ժողովուրդ ջան, եթե երկրում 800,000 աղքատ կա, լավ այդ նախարարներին, այդ պատգամավորներին, ինչի համար ենք պարգևավճար տալի, մի հատ այդ բառի հասկացությունը հասկանանք էլի, պարգևավճար լավ աշխատանքի համար, այդ որ լավ աշխատանքի համար է 800,000 երկրում աղքատ կա, որն է դրա լավ աշխատանքը, ձեր ցավը տանեմ, բոլորս էլ մարդ ենք էլի, մտածում ենք, ամենքս մի ձև մտածում ենք, մի հատ հասկանանք էլի, ուրեմն ում աշխատավարձը շատ բարձր է, նրանց պարգևավճարները ավելի շատ բարձր է։ Ժողովուրդ ջան, ինչքան ուզում ես տուր, եթե երկրում կա կոռուպցիա, ես ասում եմ, բանալին դա պատգամավորների ձեռին է։ Եթե պատգամավորները չցանկանան, որ երկրում կոռուպցիա լինի, չի լինի։ Ոչ մի նախարար, ոչ մի ոստիկանապետ, ածպետ, էս մի պետ, են մի պետ, հակակոռուպցիոն նախագահներ, ոչ մեկը չի կարա մի կոպեկ բյուջեից գողանա, եթե պատգամավորները չցանկանան դա։ Դա լրիվ իրանց ձեռն է։
Հիմա ինչ եմ ասում, կրկնում եմ, պարգևավճարներ ես կտրամադրեմ միայն այն քաղաքացիներին, ում աշխատավարձը ցածր է միջին աշխատավարձից։ Մնացածը այդ ում որ պարգևավճարներ են տալի 1 միլիոն, 3 միլիոն, 5 միլիոն, 10 միլիոն, 15 միլիոն, դա գողություն է բյուջեից։ Ես տենց եմ կարծում։ Ոնց կարա մի երկրում թոշակը լինի $80-100, այդ երկրի նախարարները, այս մի բանա պատգամավորները 750-800 անգամ ավել միայն պարգևավճարը ստանան մեկ տարվա դրությամբ։ Այդ թոշակառուների նկատմամբ էլի։ Ոնց կլինի, տենց բան, բա ոնց կոռուպցիա չի։ Լավ պարգևավճարը ինչի համար են ստանում, այդ բառը մի հատ հասկանանք ինչ է նշանակում, ուտենանք պարգևավճարը կոռուպցիա թե չէ։ Մեր երկրում իմ նշած բաներով աղքատությունը 25%, դու մնացած 60%-ներն էս միջի ապրում, մի 5-10% ապրում են, մնացածները ձգում են էլի, վարկերով, բանով, ճռռալով, բանով ձգում են, չեմ ասում, թե լավ ապրում են, մի 5-10% ապրում է էլի, իրանց ուզածի պես, մնացածը ձգում են, 20-25%-ն պետության բաներն է, ես չեմ օրինում, պետությունն ինքն ասում, որ Հայաստանում 25% աղքատություն կա, ես չեմ չափել, էտա, հիմա հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ ջան, ցավդ տանեմ աղբյուր ջան, ոնց կլինի մի երկրում այդքան աղքատ ու միլիոններով մարդ կա ես գիտեմ մի սեփական տան փող պարգևավճար ստանում։ 40 տարի է Գյումրիում դեռ 2000-3000 ընտանիք տուն չեն ստացել։ Այդ ինչ հարավ այդ նախարարը այս երկրի համար, որ մի տան արժեք պարգևավճար ստացավ։ Կոռուպցիա չի ձեր ցավը տանում։ Դե կարող է դուք կոռուպցիան ուրիշ բան եք հասկանում, ես ուրիշ բան եմ հասկանում։ Ես կոռուպցիան հասկանում եմ, ով բյուջեից փող է տանում, դա կոռուպցիա։ Ուզում ես դա օրենքով արա, ուզում ես անօրինակ արա։ Նույն բանն է։ Դե օրենքը քո ձեռին է, պատգամավորի, ոնց ասել եմ։ Այդտենց էլ անում են, թույլատրում են, իրանք թույլատրում են, անում են։ Դե ժամանակ էլ Քոչարյանը Սերժն են էլի տենց արել, կերել են, մի դուք ասում եք թալանել։ Այն ժամանակ էլ օրենքները հենց հալել, նրանք են այդ ձև գրել, իրանք են այդպես ստացել, հիմա դուք նրանց ասում եք թալանել են։ Ասում եք թալանել են, բայց ոչ մեկի չեք դատում։ Հիմա ձեզանից հետո ով եկավ ձեզ ասելու թալանել են։ Դուք ծպուտել չեք կարալու հանեք, թե չեք թալանել։ Ձեզ էլ չեն դատելու։ Շոնը շամբոտը չի կոխում երբեք, հետա։ Լավ եղեք ժողովուրդ։